Գնացքը չի կարող խուսափել սեփական գծերից, բայց Հայաստանը փորձում է փոխել այդ գծերը։ Ալեքսեյ Օվերչուկի ակնարկն է Հայաստանի պաշտոնական մակարդակում շրջանառվող շարունակական պնդումներին, թե երկաթուղին երրորդ երկրի են հանձնելու։ Փաշինյանը Ռուսաստան այցից վերադառնալուց ժամեր անց եւս մեկ անգամ արձանագրեց. Հայաստանը խնդիր ունի երկաթուղու ռուսական կառավարման հետ։ Մեր խնդիրը ընդամենը ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Պաշտոնական Երևանը դժգոհ է ներդրումների ծավալից, տարիներ ի վեր կորուստներով աշխատանքից։ Իսկ ինչից է դժգոհ Ռուսաստանը։ Երբեմնի ազդեցիկ երկիրը տարածաշրջանում պարզապես հարևանի է վերածվել, եւ այդ դերը դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային։ Լոգիստիկ ուղիները զիջել Ռուսաստանը չի պատրաստվում։ Հարավկովկասյան երկաթուղիները այն հիմնական, այսպես ասենք, ազդեցության լծակն են լոգիստիկ առումով, որոնք ապագայում հնարավոր տարածաշրջանում հնարավոր ապաշրջակայման պայմաններում խաղալու են կարևորագույն, եթե չասեմ ռազմավարական դեր։ Ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը միջոցների է դիմում եւ չի թաքցնում այդ փաստը։ Օվերչուկն ակնարկում է, իրենք տասնյակ տարիներ են այստեղ եւ լավ ծանոթ են երկաթուղային ցանցում առկա խնդիրներին։ Որպես Հայաստանում երկաթուղու կոնցեսիայի ներկայիս տերեր, մենք ունենք օրինական հարցեր երկաթուղու հզորության վերաբերյալ, եթե ծառայությունը վերականգնվի։ Վստահ եմ, որ ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կնախընտրեր տեսնել Ռուսաստանի փոխարեն, նույն հարցերը կտար։ Ամեն դեպքում բարեկամ երկրները, որոնց Հայաստանը առաջարկում է վաճառել այս կոնցեսիան, արդեն հարցնում են մեզ, եւ մենք չենք թաքցնում մեր կասկածները մեր ընկերներից։ Մոսկվան տրանսպորտային ապաշրջափակումը կապում է ավելի լայն քաղաքական գործընթացների հետ։ Փոխվարչապետ Օվերչուկը փաստացի նշում է, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող է բալանսի բերել տարածաշրջանի խախտված հավասարակշռությունը, իսկ ում կողմն է թեքվել նժարը։ Բալանսը Հայաստանի Հանրապետությունը չի լրացնում, այլ այն լրացվում է կամ ուժային հավասարակշռության բացը լրացվում է այլ դերակատարների միջոցով, իսկ այլ դերակատարները ըստ էության այն դերակատարներն են, որոնք հանդես են գալիս տանդեմի միջոցով։ Իսկ այդպիսի տանդեմ գոյություն ունի տարածաշրջանում մեկ տանդեմ եւ դա Թուրքիա եւ Ադրբեջանի ձևավորված տանդեմն է։ Այն, որ նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն է թեքվել, վկայում է Հայաստանի իշխանության կողմից Ղազախստանի տարբերակի ակտիվ քննարկումը, որպես Հայաստանի երկաթուղային ցանցի ապագա կառավարիչ։ Միանշանակ է արդյոք այս երկրի ընտրությունը։ Ղազախստանը նախ թուրքական պրոյեկտ է, անձամբ ղազախական կոնցեսիոն կառավարման հետ նույնիսկ ոնց էր անձնել Անկարային կամ ավելի վատ անձնել Բաքվի։ Ցավոքսերտի Հայաստանն էլ այս հարցում փորձում է ոչ թե իր շահերը առաջ մղի, այլ համարվի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած այսպես կոչված չեզոք միջնորդին հանձնելս Ղազախստանի։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, իրենք չեն պատրաստվում կառավարումն ուրիշին զիջել։ Այս մասին վկայում է նաև այն, որ Ռուսաստան կատարած այցից հետո Փաշինյանն ընդգծեց. Պուտինի հետ քննարկել են երկաթուղային կառավարման հարցը, բայց դեռևս որևէ լուծում չեն գտել։ Սեդակ Յուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։